Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանի տուրիզմի և սերվիզի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ավագ դասախոս Սուրեն Եզեկյանը աշխարհագրություն և աշխարհի ժամանակակից գիտական քարտեզ առարկաների ընթացիկ քննություններին դրական գնահատական նշանակելու համար մի ուսանողի ծնողից պահանջել և ստացել է 60,000 դրամ կաշառք։ Հունիսի 27-ին դասախոսը բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ ներկայացրել է վերը նշված գումարը և ընդունել մեղքը։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ։ Արդեն հուլիսի 1-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է ընդունվել ևս 2 ուսանողից։ Նրանցից մեկը հայտարարել է, թե նույն դասախոսը 2011-12 թվականներին դասերին չհաճախելու և ստուգարքներն ու քննությունները նշանակելու համար իրենից պահանջել ու ստացել է տարեկան ընդհանուր առմամբ 200,000 դրամ։ Նույն բովանդակությամբ բացատրություն է տվել նաև մյուս ուսանողը, միայն հավելելով, որ ևս $300 դոցենտին տվել է 2013 թվականին։ Նախաքննությունը շարունակվում է։ Հունիսի 27-ին էր նաև վարչության մյուս բացահայտումը։ Այդ օրը օպերատիվ տվյալներն իրացվեցին և ժամը 11-ի սահմաններում հանգուցալուծվեցին։ Մի անհայտ ձեռներեցի խանութում ստուգայցեր չկատարելու, խախտումներ չարձանագրելու և հետագայում վարչական տուգանքների չենթարկելու համար նախապես որպես կաշառք պահանջված 40,000 դրամը ստանալու պահին մերկացվեց Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության չափագիտական նորմերի և կանոնների վերահսկողության գլխավոր մասնագետ Արշակ Ներսիսյանը։ Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նույն անհատ ձեռներեցից Ներսիսյանը ստացել է ընդհանուր առմամբ 160,000 դրամ կաշառք։ Այս դեպքում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն։ Հարուցվել է քրեական գործ։